Նիկոլ Փաշինյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարները լրիվ տարբեր են, նրանց անցած ուղիները տարբեր։ Եթե դուք տեսնեք, որ Շուշի վրա ադրբեջանական դրոշ բարձրացավ, Երևանում հարազանց ցույցերի չսպասեք։ Շատ դեպքերում այդ կառույցները ուղղորդվում են նախագահականի եւ իշխանական, ասենք ասենք իշխանական խմբավորների կողմից։ Լավն են քաղաքացիական ակտիվիստներ եւ նախագահ։ Ռուսաստան չի մեղավոր, որ քո տնտեսության մեջ այս բաները, խնդիրները կան։ Դա Հայաստանի իշխանությունների մեղքն է։ Դու չես կարող մենակ հասարակության միջոցով գալ իշխանության գլուխ, դա բացառվում է, սա հիշեք, բացառվում է։ Ակտիվանում էր շարժում այդ պայքար հենց այն ժամանակ, երբ Ազատության հրապարակում կոնգրեսի հանրավակն է լինում։ Եթե ցանկանում ես տեղ իշխանություն փոխել, դու կարող ես արևմուտքի աջակցությամբ Հայաստանում իշխանություն փոխել, որևէ խնդիր չկա։ Մի անգամ մեր խոսակցության մեջ դու իմ հետ խոսալուց ասիր Հայաստանում քաղաքականություն չկա, մեռած է։ Դու ոնց ես բաղում քաղաքագիտությամբ, իսկ քաղաքականությունը մեռած է։ Դե հիմա 100%-ով ասենք մահացած չի, ասենք ասենք քաղաքականությունը ներկայացվում է հասարակության քաղաքական գործընթացները ըստ հասարակության հզորությունների։ Հասարակությունը մոտավորապես երկու մասի է բաժանվում այսօրվա դրությամբ, մոտ 5% պայմանական ասած եւ 95%։ Այս 5%-ն է, որ հələ ակտիվ է, որի մեջ պատահում եւ իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների անդամներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, կուսակցական գործիչներ, ընտրական գործընթացին գիտակցաբար մասնակցողներ, երթերին ցույցերին մասնակցողներ եւ այլ այդ բոլոր եթե վերցնենք մաքսիմում նո պայմանական ասած 5%-ն է, որտեվ մի քանի տարի դա 10%-ն էր, դա հիմա կամաց իջնում է։ Նո էս էլ պատահական թիվ չի, մենք հաշվում ենք, էլի ասենք թվականները։ Մոտավորապես հենց ասենք, դա իհարկե մարտի 1-ից առաջ դա բավականին մեծ թիվ էր կազմում, որովհետեւ ազգային Ազատության հրապարակ էր գալիս մոտավորապես մի 150-200 հազար մարդ համարյա այդքան գալիս էր։ Մոտ 100-ը որ հաստատ գալիս էր այդ միջև մարտի 1-ը բավականին ակտիվ էր, հետո սկսեց ուժեղ արտագաղթը։ Իսկ դա ազդեց։ Դա հիմնականում այդ են զանգվածներ, գիտակ, հասարակության ակտիվ զանգ, որը իրավունքի համար է պաշտպանում։ Ընտրական իրավունքի, իմ ձայնին ինձ վերցրել են։ Այդ դա, ասենց ասենք, արժեքային համակարգ կրող մասներ, որը գնաց մի քանի պատճառներով։ Առաջինը հաջողություն չհասավ, երկրորդը դժվար էր պայքարել համ իշխանությունների եւ նաեւ արևմուտքի հետ, որտեղ արևմուտքի ժամանակ իրեն լավ չպահեցին, քանթած պաշտպանում էր իշխանություններին։ Երբ որ մասնավոր զրույցներում ասում ենք այս պայմանագիրը չի ստորագրվելու այդ ասոցիացիան պայմանագիրը, շատ դեպքերում ասում են չէ դուք սխալը կտեսնենք որ կստորագրի, ասում բայց դուք որ պաշտպանում եք միանշանակ իշխան, լավ պաշտպանեք, գոնե ընդդիմությանը մի բան արեք էլի, մի մղեք դեպի անկյուն, իրան այդ կամուրջները մի արեք, որտեղ հասարակություն տեսնա որ երկուսի դեմ չի կարող պայքարի, իրանք սխալ ճանապարհով գնացին ու հասարակությունը տեսավ իրակ որոշի բան չի կարող անել եւ սկսեց մեծ արտագաղթ հիմա իջել այդ 5%-ն ասել։ Քո կարծիքով արևմուտքը դա հենց այդ արևմուտք այդ միասին մի հատ մեծ բանն է թե առանձին կարելի է խոսալ Եվրոպայի մասին կարելի առանձին։ Չէ, հիմնականում են քաղաքականությունը վարում են ու առանձնահատկություններ կան, բայց հիմնականում արևմուտքը միասնական է, Եվրոմիություն եւ Միացյալ Նահանգներ։ Բայց զեկույցներից զգացում եմ որոնք տարբեր են։ Ահա, զեկույցները իհարկե իրանց զեկույցները ներկայացնում են, որ այստեղ մարդու իրավունքների ոտնահարումներ կա, որ նաև ամերիկացիները, որտեղ նաև WikiLeaks-ում դա տվեց եւ մենք իմացանք, որ իրենք գերազած գիտենք ուրիշ բանա զեկույցը, բայց ուրիշ բանա երբ որ այդ նույն ժամանակ Հայաստանում ընտրություններ են տեղի ունենում եւ ընտրություններ կեղծում են, նրանք ներկայացնում են որ վատ է, բայց որևէ ճնշում, ասենք, իշխանությունների կողմից տեղի չեր ունենում։ Այս էլ հասարակությունը ասում է, ախր ոնց Չէ՞ որ դա արևմուտքը որ պետքա տեսնում ընտրությունների կեղծումը, չէ՞ որ 2008 թվականի մարտից 1-ից հետո եղավ 12 թվականի ընտրությունները, պարլամենտական, Երևանի ավական ընտրություններ, նախագահական ընտրություններ, նրանք ասում են ոնց, չէ՞ որ կեղծումը իրան գիտեն, հնարավոր չի որ չիմանեն։ Մարդկանց ոնց սկսեց հուսալքություն գնաց։ Իհարկե 95%-ի Այդ 95%-ը կարող են բաժանել երկու մասի, տոկոսը չեմ կարող ասել, որի մի մասին կարելի է ակտիվացնել։ Նորից բերել քաղաքական գործընթացների մեջ ակտիվ գործունեություն մտնել, բայց մի զգալի մասը այլևս կորած է, վերջ։ Նաև դա սոցիալական խնդիր է, որտեղ շատերը յետասարդներն են գնում են բավականին մեջը, խոպան են գնում, արտասահման են գնում, յետասարդները եւ ասենք միջին տարիքին նաեւ հեռանում են, արտագաղթում են, շատ-շատերը այստեղ մնացել են, բայց ասենք գիտակցաբար արդեն արտագաղթել են։ Այսինքն այն 95%-ն էլ է գնում, այս 5%-ն էլ է գնում, բայց այս 5%-ից 1% գնալը ավելի չգնա վատ այդ 5%-ի համար, որտեղ դառնում է 4%, իսկ ընդեղից 5%-ը որ գնում, մնում է 90-85%, այսինքն իր համար այդքան վնաս չի, բայց հեռանում են։ Եվ դա ազդում է հասարակության ինտելեկտուալ մակարդակի վրա բոլոր բնակավարներում, բոլոր, սկսած լրագրողներ, սկսած կուսակցական գործիչներ, սկսած ասենք, չգիտեմ, գիտության աշխատողներ, բոլորի վրա ազդում է ինտելեկտուալ մակարդակ կտրուկ ընկնում է Հայաստանի։ Արմեն Բազարյան, քաղաքագետ,
Այսօր իմացանք պոլիտեխնոլոգ։ Այսօր քո հետ հանդիպելուց առաջ ես իմ աշխատողներից մեկին հարցրի. Արմեն Բադալյանին եմ հանդիպելու, ինչ հարց տամ, ասեց մի հատ հարց տուր, էլի։ Ու ինձ թվում է հարցը հիմա բոլորին հետաքրքրում։ Տերեզեն հարցնում է քեզ. Նիկոլ Փաշինյանի շարունակությունը ո՞նց է լինելու։ Դե չէ, սա կուսակցություն ստեղծել այդ աղմուկաբար թե вообще Նիկոլ Փաշինյանի այդ քաղաքացիական պայմանագիրը կոչում չեմ ոնց ունի Դա կախված է, նույն իհարկե գուշակություններ չեն կարողացել, շատ լավ կստացվի կամ վատ կստացվի, չեն կարող գուշակություն անել։ Բայց այստեղ մենք որպեսզի ասենք դա կարողանանք ասել, պետք է որոշակի ժամանակ անցնի եւ տեսնենք իր գործունեությունը ինչպիսին է, ինքը ինչպիսի գործունեություն, մասնագիտական, թե ասենք Նիկոլի մենք լավ գիտենք միջև։ Խնդիրը Նիկոլի մեջ չի։ Նախ մենք շատ լավ այստեղ մի հատ կամ ուրեմն հարց կա, որ ասում են քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանին է, բայց կուսակցության ղեկավարը ընտրվեց ուրիշ մարդ, էլի։ Արմեն Հարությունյանը։ Հա, Արմեն Հարությունյանը, բայց բոլորս գիտենք, որ քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանն է, բայց կուսակցության ղեկավարը ընտրվեց ուրիշ մարդ։ Սա արդեն քաղաքական գործընթացների մեջ հակասություն է, ինչի որտեղ մարդկանց գիտակցության մեջ կա, որ այս կառույցը Իրանն է։ Եթե դու դրանից տարանջատվում ես, առաջինը դու մտածում ես, որ դու ուրեմն ինչ որ չես վստահում այս կառույցին, որ դու չցանկացար ղեկավարել, ուրեմն լուրջ չի։ Երկրորդ էլ քեզ են անվստահությամբ դիտում եւ երկրորդ էլ ասում են այս կառույցը եթե անգամ հա Նիկոլ Փաշինյանը որ ստեղծել էր ինքը չուզեց ղեկավարում այս կառույցն էլ լուրջ այսինքն ոչ սա է լուրջ ոչ սա է լուրջ որովհետեւ այդ դա ԲՀԿ-ի հետ կապված գործընթացը կասեմ ինչին էր դրա հետ պետք որովհետեւ կուսակցությունների գաղափարախոսությունը շատ դեպքում ասում են արձախ եւ սա արևմտյան արժեքային համակարգի գաղափարախոսություններ են Հայաստանում կուսակցությունների Հայաստանի հասարակություն դա ռուսական աշխարհի մասը այնտեղ գաղափարախոսությունները լրիվ այլ հասկացություններ են քան արևմտյան աճ ու ձախը օրինակ եմ այնց ԲՀԿ-ի դեպքում ԲՀԿ կուսակցության գաղափարախոսությունը ԲՀԿ-ի լիդերային կուսակցություն էր։ Նրա գաղափարախոսությունը Գագիկ Ծառուկյան կերպարն է, Գագիկ Ծառուկյանի կերպարը խոշոր, գործարար, հզոր, որը կարող է դեպի իր հետևից գնացողներին տանի դեպի լուսավոր ապագա։ Հիմա այդ նույնը տեղի ունեցավ քաղաքացիական պայմանագրում մարդիկ ասում են, հա Նիկոլ Փաշինյան, որը պայքարում է եւ այլ, բայց ինքը խուսափեց այդ կուսակցության ղեկավար լինելուց, որտեղ մարդիկ ասում են դու կլնես, դու կառաջնորդվես, անկախ նրանից Նիկոլ Փաշինյանը ինչեր կասի, որ չեմ ցանկամ լիդեր լինել եւ այլ, մարդիկ տարբեր ուրեմն հարցեր կառաջանում, ուրեմն դու վախեցա, որ կամ գիտակցված կամ վախենում ես առավել եւս, որ կուսակցությունը հաջողություն չունենա եւ եթե չունեն, ասես ես չեմ ղեկավարել, այն մարդը ղեկավարել, այսինքն դու նախապես հերաց, այս պոլիտեխնոլոգիայի սխալ քայլ էր այդ կուսակցության համար։ Այդ դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանը ազգային ժողով Լևոն Տեր-Պետրոսյանը նախ Նիկոլ Փաշինյանի քաղաքական քշից շատ մեծ է, երկրորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրեսի քաղաքական ղեկավարն է եւ այս մի քանի տարիների ընթացքում ինքը արդեն ցույց է տվել, որ կուսակցության փաստացի ղեկավարը ինքն է, քաղաքական առաջնորդը ինքն է հանդիսանում։ Դրանք տարբեր են։ Նիկոլ Փաշինյանի Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարները լրիվ տարբեր են, նրանց անցած ուղիները տարբեր են։ Դա համար եթե մեկի մոտ դա աշխատում է, որտեղ միտինգների ժամանակ Տեր-Պետրոսյանը խոսացել, բոլորն էլ ասել են, որ ՀԱԿ-ի քաղաքական առաջնորդը ինքն է, բայց այս կառույցը սկզբում էր։ Այդ սկզբից այդ սխալը չէր կարելի թույլ տալ, որտեղ տեղ ունեցավ լիդերը եւ կառույցի տարանջատում։ Խնդիրը կուսակցություն ստեղծելու մեջ չի։ Եթե դու ցանկանում ես անդիմություն ունենալ, առաջին հերթին քո հասարակության մեջ պետք է անդիմություն լինել։ Շատ սխալ տեսակետ է, որ տարածված է լրատվական դաշտում։ Բոլոր ուսումնասիրում եք քաղաքական դաշտի վերնաշենքը, կուսակցությունները ստեղծվեց կուսակցություն, այս կուսակցություն դարավ անդիմություն, չդարավ անդիմություն, այս կուսակցությունից այդ դաշին կնքեց, դաշին չկնքեց։ Սա քաղաքական գործընթացների վերնաշենքն է։ Կա բազիսը հասարակությունն է։ Եթե դու ուզում ես ուժեղ հզոր անդիմություն ունես, նախ դու պետք է ստեղծես հասարակության մեջ ուժեղ հզոր անդիմադիր, այսպես ասած մի զանգված, որին կարողանաս, որի շահերը դորտեն կարողանաս ներկայացնել։ Եթե բազիսում անդիմություն, անդիմադիր զանգված, ասեմ, քչացել այդ 5%-ի մեջ անդիմությունը շատ քիչ, ну, ընդունենք 4%-ն անդիմություն, այսինքն քո հասարակության մեջ 4% անդիմադիր զանգված, կապիտ ասած, անդիմադիր հացքներ ունեցող զանգված կա ակտիվ, пассив չէ, ակտիվ։ Եթե սա է քո հզորությունը, դու կուսակցություն ստեղծես թե չես ստեղծի, դա զերո նշանակություն ունի։ Անկախ նրանից դու ինչպես ոնց կանվանես, ինչ կանվանես, դու նախ հասարակության հետ պետք է աշխատես։ Այս խնդրը շատ տարածված է Ռուսաստանում, որտեղ այնտեղ էլ արդեն հասկանում են, որ շատերը պայքարում են Պուտինի դեմ, ասում են, գիտեք ինչ, Պուտինի դեմ մի պայքար, որտեղ հասարակությունը 85%-ով Պուտինին կողմ է։ Դուք չեք կարող Պուտինին նախ այդ ռեսուրսը չունեք, հավասարագործիչ չունեք եւ այլ տարբեր գործոններ չունեք ու դուք չեք կարող 85% մոտ Պուտինի եղանակությունը գցել։ Դա համար փորձեք հասարակությունը փոխել, որից հետո դուք կարողանաք ձեր նպատակին հասնել, նույնը Հայաստանում։ Փոխեք հասարակությունը, նոր նպատակին հասնեք, եթե չփոխես հասարակությունը, դու ուզում ես 5 հատ կուսակցություն բացի։ Դու հեշտ է 5 րոպեվա գործը եւ որոշակի գումար է պետք։ Ուրիշ ոչ մի բան։ Արմեն ջան, դու երևի, եւ ամենակարևորը պետք է մի բան հիշել։ Հայաստանը ճիշտ է, աշխարհագրական սարի գլխին գտնվող երկիր է, պայմանականորեն ասած աշխարհագրական, բայց ներկայից գլոբալիզացված աշխարհում
հասարակության այսպիսի պայմաններում դու պետքա կողմորոշվես, որպեսզի աջակցություն ունենալով գաս իշխանության գլուխ։ Դու չես կարող մենակ հասարակության միջոցով գալ իշխանության գլուխ։ Դա բացառվում է, սա հիշեք, բացառվում է, որտեղ Հայաստանում ընտրողները արդեն չեն ընտրում ոչ գաղափար, ոչ մարդ, համար են ընտրում։ Լավագույնս ընդհանրապես մի քանի օր Չաբովյանի ընտրությունները։ Մարդկանց բերում են, ասում են ինչ ես եկել ընտրությունների, էլ ում ես քվեարկում, ասում են 4-րդ համարին։ Իրանք էլ չի կարդում, ով է գրած, ինչ է գրած, Պողոս Պետրոս Կիրակոս։ Հաշվում եմ 1 2 3 4, եթե մի քիչ գրագետ է տանում է ձեռքը աճ, Վանդակի մեջ պիչից կայդեմ, եթե մի քիչ գրագետ չի, ասում է 4 տանում ես մյուս ձախ կողմից Վանդակի մեջ, որտեղ 4 ագրած դրա կողքն պիչ կայդեմ։ Այսինքն մարդիկ արդեն զուտ համար են ընտրում։ Սա ինտելեկտուալ մակարդակի իջացումն է։ Եվ ուզում ես կուրհազոր քաղաքական գործընթաց պետքա գտնես աջակիցներ դրսում։ Չես կարող այլևս Հայաստան։ Դրսում նկատի ունես արևմուտքում։ Կամ արևմուտք կամ Ռուսաստան, նայած ոնց։ Գտնում ես հարմար Ռուսաստան համագործակցել, ես դեմ չեմ, ոչ տնան, ոչ տնան։ Դու համարում ես, որ մենք կարող ենք գտնել արևմուտքում բարեկամ եւ փոխել իշխանությունը, Ռուսաստանը չի թողնի։ Եթե Ռուսաստանը Ուրեմն առաջին հերթին, եթե հենց սկզբում մտածում ես, որ Ռուսաստան չի թողի եւ դու չես կարող, ուրեմն քեզ կոմոդ ոչ մի բան չի ստացվի։ Ես դա բան ասացի, ես չիմանացի Հա, չէ, ես հարցը չի։ Եթե առաջին հերթին որպես սա չի ստացվելու, եթե Իվանդը առաջին հերթին ասաց, որ ես չեմ բուժվի, ինքը չի բուժվի։ Դա բացառվում է։ Հենց սկզբից։ Դա հոգեբանական խնդիր է, մեկ։ Երկրորդ, ինչ վերաբերում իշխանության փոխել, իշխանություն փոխելու տարբեր ձևեր կան։ Մի ձևը ընտրություններն են, մյուրի ձևը գունավոր հեղափոխություններն են, կամ տարբեր ուրիշ ձևեր, երբ որ դու կարողանում ես իշխանություն փոխել։ Տարբեր ձևեր կան հիմա։ Եվ դու կարող ես, եթե ցանկանում ես իշխանություն փոխել, դու կարող ես արևմուտքի աջակցությամբ Հայաստանում իշխանություն փոխել, որևէ խնդիր չկա։ Ոչ Մայդանի, ոչ ընտրությունների կամ բոլոր հետ միասին, այսինքն կոնֆիգուրացիաներ, այսպես ասած, մշակելու խնդիր չկա, դա պալի տեխնոլոգիայի խնդիր է, բայց դա չի նշանակում, որ փոխած իշխանություն կլինի հակառուս կամ, չգիտեմ, հակաարևմուտք կամ հակաիրան, հակատուրք եւ այլ։ Հակա չի լինելու։ Վերցնենք մի հատ այնց բան абսուրդ սիտուացիա։ Ես որոշում եմ դառնամ նախագահ։ Եվ իմ պրեդուբերնի լոզունգների մեջ ասում եմ Հարաբաղի Հայաստանի քաղաքացիները չպիտի տարեն Լեռնային Ղարաբաղում։ Ես վստահ եմ, որ դու տարբեր կուսակցությունների հետ քննարկել եք հարցը Հարաբաղի եւ Հարաբաղի խնդրի հարցը, հա, որտեղ ինչպես քաղաքական պլատֆորմա։ Քո կարծիքով Ղարաբաղը вообще ո՞նց է լուծվում, չի լուծվում։ Քաղաքացիները մեկ պիտի տարեն Լեռնային Ղարաբաղում, չպիտի տարեն Լեռնային Ղարաբաղում, այդ թեման քննարկվում է կուսակցական։ Այդ ասեմ, այդ թեման չի քննարկում, այն թեման ուղղակի ընդունում, որ պետքա գնան ծառայեն, սա ուրիշ է, այդ թեման մի քանի հարցերի բաժանենք։ Առաջին Ես տեսակետներ չեմ ներկայացնում, ես վերլուծություններ եմ ներկայացնում։ Սա մեկ։ Երկրորդ, Հա, սա մեկ։ Երկրորդ, խնդիրն է, որ այսօր Ղարաբաղի վերաբերյալ կա հակասական վերաբերմունք։ Սա 88 թիվը չի, սա միանշանակ պետք է հասկանանք։ Սա 88 թիվը չի։ Մենք եւ հասարակության շատ-շատերը տեսել են Ղարաբաղցի ցակով նախագահ եւ տեսել են մարտի 1, այսինքն ասել, որ եթե Ղարաբաղում ինչ-որ բան լինի, Երևանում 100,000-անոց ցույց, ինքնաբուխ ցույց տեղի կունենա հանուն Ղարաբաղի պաշտպանության, այլևս չհավատակ։ Չհավատակ, որովհետև փոխվել է գիտակցության մեջ այն 88 թվականը Ղարաբաղը լուսավոր ապագա էր, ազգանացնագրական պայքար, Ղարաբաղ եւ այլն, դա լուսավոր ապագա էր։ Հիմա 20 տարի անց հասարակությունն է փոխվել եւ Ղարաբաղի հարցն է փոխվել, որովհետև տեսան, չէ՞, գաղտնիք չի, տեսան երկրորդ նախագահ, տեսան երրորդ նախագահ, տեսան նրա եղբայրներ, ու ասում են, սրանք ղարաբաղցիներ են։ Այդ ամեն ինչը լրիվ վերում, այդ ամեն ինչը հետ կա թողում։ Այդ ամեն ինչը թողում է իր հետքը եւ այդ հետքը որոշակի ժամանակ հետո իր ազդեցությունը տալու է։ Ես ուղղակի մարդկանց ասում շատ դեպքերում, եթե դուք տեսնեք, որ Շուշի վրա ադրբեջանական դրոշ բարձրացավ, Երևանում 100,000 ցույցերի չսպասեք։ Դա կան դաշնակները միտինգ կանեն, միգուցե մի քանի 100 հոգի հավաքվեն, միտինգ անեն, բայց Ղարաբաղյան հարցը շատ դեպքերում ուղղակի այն հաղթանակը վատնավեց լրիվ, շատ դեպքերում դա լուսավորից շատ լուսավորից դարձավ բացասական հատկություն եւ դրա նշանակությունը հատկապես շատ ուժեղ դեր կատարեց 2007 թվականի աշտանից մինչեւ 2008 թվականի մարտի 1 նախագահական ընտրությունների ժամանակ, երբ որ բոլոր հերոստանգերությունները ագրեսիվ քարոզչությամբ Ղարաբաղյան այդ ժամանակաշրջանը ներկայացնում են պես ցուրտ ու մութ տարիներ, այսինքն հաղթանակը դարձավ ցուրտ ու մութ տարիներ։ Մարդիկ էլ չեն ուզում ցուրտ ու մութ տարիներ, Ղարաբաղը ելնել անցած։ Լավ, այս տեսակետը շատ ուժեղ է։ Եվ մի քանի հատ էլ հարցեր երևի քննարկում են դեռ ավելի նենց նիզմինի։ Նեք հոմոֆոբիայի հարցը քննարկում եք Հայաստանում, չեք քննարկում։ Քաղաքական գործիչները հոմոֆոբիայի նկատմամբ դրսևորում չունեն։ Քաղաքական գործիչները տրակվում են մի բան, ոնց պաշտոն վեկալենք։ Ում փոխտանք, ոնց պաշտոն վեկալենք, որտեղ ունդեղ ուրիշ գործընթաց է, հասարակության ուրիշ գործ։ Նրանք լրիվ կտրված են։ Վախենում եմ հարցնում, կասես ես կարծիք չեմ հայտնում։ Ես կարծիքներ չեմ հայտնում, ես մենակ вообще դրանք հոմոֆոբ են մեր քաղաքական գործիչները։ Սենց ասենք, շատ դեպքերում իրենց դրսևորում որպես այդպես։
Շատ դեպքերում ցույց տվում, որտեղ իրենց գիտակցության մեջ դա ազգային բաներն են, էլի, բանն է, մենտալիտետն է, էլի, որ ոնց կարող է մենք սենց բան լինի մեր մոտ։ Բայց այդ բանը շատ Հայաստանում եղել է եւ անգամ 60-ական թվականներին եւ անգամ 30-ական թվականներին եղել է Հայաստանում, դա ոչ խնդիր չկա, ոչ խնդիր։ Ուղղակի մարդկանց մոտ կան այդ կարծատիպերը, ոնց մեզի հարիր չի դա, էլի, ասենքան կարելի ասենք արմից գից քաշել փողերը հավաքել, դա հարիր է, կարելի է մարծեցել, դա հարիր է, բայց դա հարիր չի։ Դու հետևում ես ակտիվիստական շարժումներին Հայաստանում, ակտիվիստական այս տարբեր քաղաքացիական կոչված։ Հա, կոչված հետո։ Ես ասեմ ակտիվիստական, դա ասես քաղաքացիական, հա, նույն բանն է։ Ոնց է քո համար դա հապ չէ։ Ոնց ինչ կարծիք ունես իրենց։ Լավ, վախենում ես կարծիք բառը ասեմ։ Չէ, այստեղ բան չի, խնդիր չի, կարծիքը այստեղ կարող եմ ասեմ պրինցիպի։ Ուղղակի շատ դեպքերում ես ասեմ։ Մի բան պետք է հասկանանք։ Ինչ հարց Հայաստանում որ լինում է, լինի կենսաթոշակների այս բարեփոխումների հարցը, լինի այս հեծի հետ կապված հարցը, դրանք բոլորը քաղաքական հարցեր են։ Շատ դեպքերում այդ կառույցները ուղղորդվում են նախագահականի եւ իշխանական, ասենք ասենք իշխանական խմբավորների կողմից, չզարմանաք, այո, ուղղորդվում են։ Շատ դեպքերում նավից վերջի հանրավակն էլ, 100 դրամն էլ, մաշտոցի պուրակն էլ, դրանք բոլորը շատ դեպքերում են ուղղորդվում են իշխանական տարբեր նպատակ ունեն խմբավորների կողմից։ Եվ նրանք հստակ բան են անում, այդ հսկողություն են իրականացնում, որ հանգած այդ իրանց կողմից ուղղորդված այսպես քաղաքացիական այդ խմբավորումը քաղաքական ուժերի հետ չհամագործակցեն։ Դրա համար տանում են այն գաղափարորսը քաղաքական չի, որ մեր ասած քաղաքացիական է։ Երբ որ իրանց բացատրում են, օրինակ կենսաթոշակային բարեփոխումներին, որ ասում են, չէ, մենք քաղաքացիական պայքար ենք գրում, ասում եմ կենսաթոշակային բարեփոխումների հարցը ինքը կառավարության կողմից վարվող սոցիալական քաղաքականության հարցերից մեկն է։ Կառավարությունը քաղաքական մարմին է, ղեկավարում է քաղաքական ու հանրապետական կուսակցություն, անկախ ոնց է վերաբերվում։ Այդ օրենքը ընդունվել ազգային ժողովում, որ քաղաքական մարմինը քաղաքական մեծամասնության կողմից եւ գնացել նախագահի մոտ ստորագրման, որ քաղաքական գործիչ է կուսակցության ղեկավար։ Այսինքն այս հարցը կենսաթոշակային բարեփոխումները անցել է քաղաքական բոլոր անցյալներում։ Եթե սա քաղաքական բոլոր անցյալներում անցել է, ուրեմն քաղաքական հարց է։ Ոնց դուք ասացաք, սա քաղաքական հարց չի։ Շփոթում են քաղաքական եւ կուսակցական պայքարը, այո, շարժումները կուսակցական չեն, բայց սրանք քաղաքական են։ Բոլոր այդ շարժումները կարանք բերենք նաեւ Մաշտոցի պուրակը, շատ դեպքերում ասում են Մաշտոցի պուրակը նախագահականի կողմից ղեկավարվող PR պրոյեկտեր, նպատակը մեկն էր, այն ժամանակ նախագահան դեպի արմունքներ չէ գնում, պետք է ստորագրենք եւ այլն։ Նպատակը մեկն էր ցույց տալ, որ այսպես ասած վատն են օլիգարխները, Գայք Բեգլարյանի անունը չէ, դե բուտիկները դնում, վատն են չինովնիկները, վարչապետը եւ Տարոն Մարգարյանը, այսպես ասած համաձայնություն են տվել, բայց լավն են քաղաքացիական ակտիվիստները եւ նախագահան, որը վերջում եկավ եւ ասաց, գիտեք, Տարոն, սիրուն չես անում, սա քանդի եւ սարքի, որտեվ այսպես պետք է լինի, որտեվ սա սիրուն չի, մենք այսպես չպետք է նրանց իրանքները, որտեվ սա ընդհանրապես նախագահի կողմից, այսպես ասած, արևմտամետ նախագահ իմիջ ձևավորելու շատ վատ գործընթաց է։ Դու մեզ այս ակտիվիստները չեն հասկանում, որ իրենց խաղացնում են։ Շատ դեպքերում են նրանք ովքեր որ խաղացնում են, հասկանում են, նրանց ղեկավար կազմը հասկանումը, նրանց մասով չի հասկանում։ Որտեվ համապատասխան գիտելիքներ չունեն։ Իրանց թվում է, որ իրանք պայքարում են հանուն արդարության, տեսեք ոնց եղավ, հա, Մաշտոցի պուրակ ուզում են խլեն։ Ընդհանրապես մի քանի օր հետո, մայիսի ապրիլի վերջից մինչև մայիսի սկիզբն էր այդ պայքարը, իդեպ ասեմ, ակտիվանում էր այդ շարժումը, այդ պայքարը հենց այն ժամանակ, երբ Ազատության հրապարակում կոնգրեսի հանրավակն է լինում։ Չգիտես ինչի, հենց նույն օրը այնտեղ ակտիվություն է ձևավորվում, էլի, ու ամբողջ լրատվական դաշտը նայում է սրան, ոչ թե նրան, սա մեկ, երկրորդը մի քանի օր հետո տեղ ունեցավ ազգային ժողովի ընտրություններ, զանգված այն կեղծիքներ տեղ ունեցան, եւ բուտիկի համար պայքարողը, որ իրավունքի համար պայքարողը, այնտեղ ընտրախախտումների դեմ պայքարի մեջ չերևաց։ Որտեղ խնդիրը դրած էր ընդամենը Սերժ Սարգսյանի արևմտամետ իմիջ ձևավորել, այսա կոչվում է։ Դե բարի տեխնոլոգիան միանգամից հասկանում է, չէ՞, ոնց են անում, ինչ են անում, ոնց են 100 դրամը, այսպես ասած, ռասկրուտկա անում, հատուկ իշխանական խմբավորների կողմից, ինչու են յետասարդ աղջիկներին ուղարկում դեպի այս մարշրուտների մեջ, որոնք յետասարդ են եւ հուզումնալից խոսում են առանց հասկանալու, որ իրանց ուղղակի օգտագործում են, ես չեմ ասում դա վատ, ես ասում եմ, որ կազմակերպում էր։ Նույնը հիմա տեսնում ենք հեծի դեմ, ինչպես են ուղարկում հեծը վատնա, Պուտինը վատնա, բայց չեն ասում այդ որ հեծը այսքան բան կուտակեց, պարտ կուտակեց։ Բայց իշխանությունը Սերժ Սարգսյանը չգիտեր այն սկզբից, բայց ոնց եղավ։ Դա համար Բիբինը կարողացավ ազգային ժողովում շատ հանգիստ ասել հանրապետական դրա հանգիստ տեղներ նստեք, որտեղ ժամանակին միասին են գերել։ Գիտես, սենց որ այս ակտիվիստների շարժումները խնդիրը դրանց ուղղորդվում են։ Կարող ես դու վերցրու, բայց եթե չես կարող, ուրեմն պետք է դառնաս։ Գիտես ինչով է դա հետաքրքիր կազմածները, որտեղ ես նույն կարծիքի եմ։ Ու միշտ մեր մոտ կռիվ է ակտիվիստների հետ,
շատ իմ հետ միասին, որ մենք հանդիպում ենք, խոսում ենք, ասում եմ, նույնպես բացում են, որ դուք իրոք կան ձեր մեջ մարդիկ, որոնք իրոք հավեսով գնում են ինչ-որ։ Այո, կան, 90%-ը տենց է։ Բայց ձեր վերխուժ կան, ասում, շատ լավ է խաղացում ու գիտի որ խաղացում։ Այո։ Ինձ ասում են, վայ, այ դու չես ուզում մեզ ընդունես, որովհետև դու ախր ես, որ մենք քո դաշտը զբաղացնենք։ Արա ասում իմ դաշտը դու Արի զբաղացու։ Այնքան զբաղի, ես գող կլինեմ։ Այնքան գործ կլինի։ Այնքան գործ կլինի, հա, զբաղացու։ Ես ասում եմ, որ Հայաստանում լինի օրինակ 1 միլիոն կազմակերպություն եւ գոնե նրանք պաշտպանում մի հոգուն, մենք ուտում 1 միլիոն պաշտպանված մարդիկ։ Ես շատ ուրախ կլինեմ։ Բայց չկա այդ բանը։ Իհարկե չկա։ Ես քո այդ հարցում լրիվ համամիտ եմ։ Որտեւ այդ ուղղորդվածությունը լավ երևում է, լավ։ Ակտիվությունը լավ երևում է, այդ շարժումը լրիվ երևում է, որտեւ ես ասում եմ, եթե դուք պայքարում եք 5%-ի համար, արեք սա միասին հավաքվենք, չմուտենք ընդհանրապես նալոգ։ Ակցիա գրանցկային Խնդրեմ, ասեմ, հավաքվեն կարմիր այդ բաներում, այդ գծերի հետ կապված կանգնում են, փողը չեմ տալի։ Մեքենան տանում ատու գանեն, բոլորս մեքենա տանում են, ոստիկանական բաներում դնում ենք այնտեղ, գալիս ենք վեկալեք, մնալու են իհաց ձեռքը ճարի, բայց չեն անում։ Չեն անում։ Որովհետև դա իշխանական է, այսպես ասած։ Այսքան է, միջև Իրանց այսքան ասած, որովհետև դա կհարված է արդեն իշխանական թիվի։ Սա չի հարվածում։ Մաշտոցի պուրակում է Գայթ Բեկլյանը, որ բուցիկ չդներ, մեկը չերել դնել, դա խնդիր չի։ Հիմա մաշտոցի պուրակի կեսը զբաղված է մի հատ կաֆեյով։ Հա, մի հատ կաֆեյով է զբաղված, այդ մեկը, երկրորդը, հա, կամ երկրորդը, ասենք, խոսքը օրինակ էս հեծը, հիմա որ 17 դրամ պայքարում ենք, 17 դրամ մեկը չէր բարձրանալ, 17 ասում են հայկական ձևով, բազարն անմիշտ տաս, վերջին գինը ասենք 7-ով տալիս են այդ ապրանքը, հայկական է բան է։ Այսպես ապրանքն է ու բարձրանալու է գինը, դե դուք եկեք պայքարեք, մեկը նշանակություն չունի։ Նրանք իրանք ղեկավարվում են։ Այդ խնդիրներն է, որպեսզի ստեղծեցեն այնպիսի շարժումներ, որոնք չղեկավարվեն։ Եվ հետո երբ որ տեսնես դա նաև լրատվական դաշտն է շատ լավ ցույց տալիս, ովքեր են պաշտպանում այս ակտիվիստներին, նա մեզ ախր գիտեմ, չէ, լրատվական կայքերը ով ումա պատկանում, դա արդեն լավ ուսումնասիրացին, գիտենք ով ումա պատկանում, եթե ստե խոսացին ուրեմն վերջ, իրանք ունեն իրանց դաբրոն, այդքան բան։ Խնդիրը մենակ դրա մեջ է, դրա համար ասում, հասարակությունը շատ սև նկարեցին մեր Հայաստանը։ Մենք դու մի մոմենտ ասցիր մի նախադասությունով անցանք առաջ, բայց մենք վերադառնամ այդ հարցին։ Ռուսաստանի հարաբերությունները այդ սոյուզը, Տամոժնի սոյուզի պատմությունը։ Ռուսական զորքերը թույլ չեն տա, հնարավորություն չեն տա մտնել Եվրոպա։ Ես ճիշտ եմ դա, թե Ուղղակի այդ ասենք, բնական է, որ այն ժամանակ Հայաստանը ոչ միայն փող էր պետք արևմուտքից, երբ որ բանակցային գործընթաց էր պետք արել, լեգիտիմություն էր պետք իշխանություն, որտեղ իրանք Հայաստան լեգիտիմություն չունեն, հասկանալը ոնց էլ ընտրվում։ Իրանք լեգիտիմություն էր պետք, արևմուտքը տալիս էր այդ լեգիտիմությունը եւ պատրաստ էր տալ լեգիտիմությունը մեզ ստորագրելու դիմաց։ Ու արևմուտքն եւ չէ մտածում, որ Ռուսաստանը այտենց խիստ կհակակշռի, հասկանալը Ռուսաստանն իր շարժանապաշտպանում, արևմուտքը իր շարժանապաշտպանում, բայց խնդիրը այստեղ էլի շատ դեպքերում էլ Ռուսաստանի եւ արագում։ Ռուսաստանը չի մեղավոր, այսօր Հայաստան կանտոնտեսական մենաշնորհներ։ Ռուսաստանը չի մեղավոր, որ այսօր դրությամբ Հայաստանում ընտրությունները կեղծվում են։ Եթե դու ԵՏՄ-ի մեջ ես արդեն մտել ու չես ցանկանում դրանից դուրս գալ, համարում ես որ դա տնտեսական ուրեմն քո ապագան է, ուրեմն բարի եղի քո տնտեսական դաշտը պատասխանում ԵՏՄ-ին եւ ասում Ռուսաստան չի մեղավոր, որ քո տնտեսության մեջ այս բաները, խնդիրները կան։ Դա Հայաստանի իշխանությունների մեղքն է։ Իհարկե ամենաճիշտը կլներ Հայաստանը ոչ Եվրոսոցիացումը ստորագրել, ոչ ասենք ԵՏՄ ստորագրել, որտեղ մենք չունենք ոչ սահման, ասենք Եվրոմիության հետ Թուրքիա սահմանը փակել։ Ոչ այ բնականաբար սահման չունենք Ռուսաստանի։ Դու լավ եղի եւ Ռուսաստանի հետ, եւ Արևմուտքի հետ, եւ Իրանի հետ։ Քո հնարավորությունը այդ է։ Քո հնարավորությունը այդ է։ Գլխից վերը պետք չի թռնել։ Այդ է քո հնարավորությունը։ Ուրեմն այդ սահմաններում դու պետք է աշխատես։